շարական սեռական օրգան համակարգի կեն գեղձ է, ձևով նման շագանակի, որտեղից ստացել է իր անվանումը։ Տեղավորված է փոքր կոնքի խոռոչում, միզապարկի և միզասեռական ստոծանու միջև, առջևից ցայլային սինֆիզի, հետևից ուղիղ աղու միջև։ Շագանակագեղձի միջով անցնում է տղամարդու միզուկի շագանակագեղձային հատվածը, այստեղ են բացվում նաև սերմնացած ծորանները։ Շագանակագեղձի բարակ գերաճը 45 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ հաճախ հանդիպող հիվանդություններից է։ Շագանակագեղձի բարակ գերաճը պայմանավորված է հարմիզուկային գոտու հյուսվածքի գերաճով, որը կլինիկորեն արտահայտվում է միզապարկից մեզի հոսքի խանգարումով և դիզուրիկ երևույթներով։ Նախկինում շագանակագեղձի ադենոմատերմինը փոխարինվել է շագանակագեղձի բարակ գերաճ տերմինով, որն ավելի հստակ է արտահայտում շագանակագեղձում ձևաբանական փոփոխությունները, և այդ տերմինի կիրառությունը ավելի հիմնավորված է, քանի որ ախտաբանը անատոմիական մանրակրկիտ հետազոտության տվյալներով դա ոչ թե իրենից ներկայացնում է շագանակագեղձի բարակոռուցք, այլ հետևանք է գեղձային էպիթելի գերաճի։ Ժամանակակից պատկերացում շագանակագեղձում ախտաբանական պրոցեսների էությունը կայանում է գեղձի հյուսվածքում ընթացող բազմաթիվ պրոլիֆերատիվ կենտրոնների ձևավորմամբ, հանգույցային գերաճի ձևով շագանակագեղձի անցումային գոտու գլխավորապես էպիթելային, սակավ-հենքային բջիջներից։ Շագանակագեղձում նման ախտաբանական փոփոխությունները պայմանավորված են տարբեր գործոններով, բջիջների բազմացման և քայքայման հավասարակշռության խախտմամբ, որը բերում է բջիջների քանակի գերաճի և գերաճական հանգույցի ձևավորման։ Այդ պրոցեսի վրա ազդեցություն ունեն մի շարք գործոններ, որոնցից մեկը արական սեռական հորմոնի տեստոստերոնի տարիքային փոփոխությունն է։ Տեստոստերոնի քանակի նվազմանն ի պատասխան զուգահեռ ավելանում է 5-ալֆա ռեդուկտազա 2 ֆերմենտի ակտիվությունը, որը տեստոստերոնը շագանակագեղձում ակտիվորեն վերածում է դիհիդրոտեստոստերոնի, վերջինս թափանցելով բջիջ կորիզը կապվում է ԴՆԹ-ի համապատասխան հատվածին, բերելով շագանակագեղձում բջիջների բազմացման ու կուտակմանը։ Հյուսվածքի աճին զուգահեռ գերաճած հյուսվածքը սեղմում է միզուկի շագանակագեղձային հատվածին, որը երկարում է, փոխում է գորության անկյունը, իսկ լուսանցքը ձեռք է բերում ճեղքանման տեսք։ Դրա հետ մեկտեղ միզապարկի պատերում և միզուկի մոտակա հատվածում բարձրանում է ադրեներգիկ ընկալիչների զգայունությունը, բարձրացնելով միզապարկի գրգռականությունը։ Այդ ամենին միանում է գեղձում ասեպտիկ բորբոքումը, որը բերում է գեղձի այտուցի։ Շագանակագեղձի բարակ գերաճը կլինիկորեն երկար ժամանակ կարող է մնալ անախտանիշ, քանի որ չկա ուղեղկապ ստորին միզուղիների ախտանիշների և շագանակագեղձի չափերի միջև։ Հիմնական կլինիկական ախտանիշները կապված են ստորին միզուղիների ախտանիշների հետ, որոնք բաժանվում են 3 խմբի՝ միզապարկում մեզի կուտակման, միզարձակության և ախտանիշներ միզարձակությունից հետո։ Ցավային ախտանիշը բնորոշ չէ շագանակագեղձի բարակ գերաճին։ Եթե չի ուղեկցվում բարդություններով, միզապարկի քար, ցիստիտ, պրոստատիտ, հիվանդները չեն գանգատվում համապատասխան շրջանի ցավից։ Մեզի կուտակման ախտանիշները պայմանավորված են միզապարկի պատերի երկրորդային գերակտիվությամբ, արտահայտվում է պոլակիուրիայով, այսինքն օրվա ընթացքում հաճախամիզությամբ 8 անգամից ավել, նոկտուրիայով, գիշերային ժամերին հաճախամիզությամբ, անզսպելի միզարձակման պահանջով և անհետաձգելի միզարձակությամբ։ Ախտանիշներ կապված միզարձակության հետ կամ օբստրուկտիվ ախտանիշներ, պայմանավորված միզապարկից մեզի արտահոսքի խանգարմամբ, ստոր միզապարկային արգելքի հետևանքով կամ հետևանք հիվանդության ուշք փուլերում միզապարկի պատերի կծվողական ակտիվության թուլացմամբ։ Միզարձակության ախտանիշներն են դժվարացած միզարձակությունը, մեզի բարակ թույլ շիթը, միզարձակության ժամանակի երկարումը, միզելու ժամանակ որովայնի պատը լարելու անհրաժեշտությունը, միզապարկի ոչ լրիվ դատարկվելու զգացողությունը պարադոքսալ իշուրիա։ Հետմիզարձակության ախտանիշին են վերաբերում միզելու վերջում կամ միզարձակությունից հետո մեզի կաթիլի հոսքը, ինչպես նաև միզապարկը ոչ լրիվ դատարկվելու զգացողությունը։ Շագանակագեղձի բարակ գերաճի կլինիկական պատկերը բնութագրվում է ալիքաձև ընթացքով և դանդաղ զարգացմամբ։ Շագանակագեղձի բարակ գերաճի հաճախ հանդիպող բարդությունը դա սուր միզակապության զարգացումն է, որն ի հայտ է գալիս միզելու անհնարինությամբ և պահանջում է շտապ վիրաբուժական միջամտություն։ Շագանակագեղձի բարակ գերաճի ախտորոշումն իր մեջ ներառում է հիվանդի գանգատների մանրամասն վերլուծություն, միզարձակության օրագրի լրացում, ֆիզիկալ և մատնային հետազոտություն շագանակագեղձի շոշափումով, մեզի ընդհանուր քննություն, արյան մեջ կրեատինինի որոշում և իրիկամների գումարային ֆունկցիայի գնահատում, արյան մեջ պրոստատ սպეციფიկ անտիգենի մակարդակի որոշում, շագանակագեղձի ախտանիշների միջազգային ինդեքս անկետայի լրացում, ուլտրաձայնային հետազոտություն, որտեղ շագանակագեղձի էխոստրուկտուրայից բացի շատ կարևոր է նաև գեղձի ծավալի, մնացորդային մեզի առկայության գնահատումը, ուրոֆլոումետրիա, որոշ դեպքերում ուրեթրոցիստոսկոպիա, ԿՏ-ՄՌՏ հետազոտություններ։ Շագանակագեղձի բարակ գերաճը բուժում են դեղորայքային կամ վիրաբուժական եղանակով։ Դեղորայքային բուժումն ուղղված է
միզարձակության կարգավորմանը և շագանակագեղձի չափերի փոքրացմանը, երբ դեղորայքային բուժումը բավարար արդյունավետ չէ, կատարվում են վիրաբուժական բուժման տարբեր եղանակներ։ Առավել հաճախ կատարվում է շագանակագեղձի տրանսուրետրալ մասնահատում տարբեր եղանակներով, այդ թվում լազերային եղանակով։ Տրանսուրետրալ մասնահատումը շատ դրական կողմեր ունի, շատ նախընտրելի տարբերակներից է, հազվադեպ են հետվիրատական բարդությունները։ Գեղձի մեծ չափերով պայմանավորված կատարվում է նաև շագանակագեղձի բաց լապարոսկոպիկ կամ ռոբոտիկ եղանակով հեռացում։ Եղեք առողջ։